Սահմանամերձ սոտքում ապրող բնակչի թիվ 1 խնդիրը որն է, ինչն է ուզում, ինչ հարցադրումներով եք եկել հանդիպման падգամավորների հետ։ Հիմա սոտկեցիներին, որ գործի չեն ընդունում, հիմնական երիտասարդությունն է, չեն դա աշխատել, թողելու են գնան։ Որտեղ գործի չեն ընդունում։ Հանքում։ Դե թողելու են գնան, երևի մեր ղեկավարության ուզելն էլ է տալի, որ սոտքում մարդ չմնա, էլի թուրքը գա, ինձ տենց է թվում։ Թե չէ սոտկեցիներին չի պիտի գործից անեն կամ չի պիտի նոր մարդ գործի չընդունեն, պատճառը որն է, որ թողենք այդ անգստից, որ թուրքը գա իրանց ուզածը կատարվի, մեր ղեկավարության ուզածը կատարվի, սոտն էլ ազնեն, տենց չի, ինձ տենց է թվում, այդ էլ ազնելու նոր ձև է, էլի։ Իշխանությունն ասում է սահմանամերձ բնակիչները ապահովված են, մեր անվտանգությունը այսպես բարձր նիշի վրա է, դուք ձեր մաշկի վրա զգում եք դա։ Ինչ ապահովությունը, չէ, մենք մեր մաշկի վրա զգում ենք, որ մենք անտեր ենք։ Խաղաղության դարաշրջան են բացում։ Չի, ում հետ խաղաղություն, Թուրքի հետ ոնց կարա լինի խաղաղություն, չի կարա տես բան լինի։ Անձամբ ես չեմ ուզում Թուրքի հետ խաղաղություն։ Ես ուզում եմ Ղարաբաղի հետ վերցնենք։ Արցախ ասենք, Նիկոլի նման Ղարաբաղ չեմ ասում, Արցախ։ Ինքը դե վախում է չէ Արցախ ասի, իրան արգելել են այդ բառը ասի։